Այսօր եկել եմ FDA լաբորատորիա, ովքեր եղել են առաջին accredited լաբորատորիան Հայաստանում։ Նստել եմ Աննայի հետ, ով ղեկավարն է որակի։ Աննա ջան, երևի դուք ավելի ճիշտ կներկայացնեք ձեր ընկերությունը։ Լաբորատորիան 14 տարի է գործում է հայկական շուկայում։ Առաջինն է, ով ստացել է եւ ազգային հավատարմագրում եւ միջազգային հավատարմագրում։ Մեր հավատարմագրման ոլորտները բավականին մեծ են, մենք ստուգում ենք բազմաթիվ մթերքներ, այդ թվում խմելու ջուրը։ Ընդ որում խմելու ջուրը ստուգում ենք եւ հայաստանյան պահանջների համապատասխան, մասնավորապես 876 որոշման համաձայն առողջապահության նախարարության, ինչպես նաեւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխան, որոնք հիմնականում տարածվում են շշալցված ջրի վրա։ Ստուգում ենք նաև EU regulation-ի պահանջների հիման վրա։ Այսինքն մենք կանգնում ենք թե մեր սպառողի կողքին ջրի որակը ցույց տալու, ապացուցելու համար, թե մեր արտահանողի կողքին, որը կարիք ունի, անհրաժեշտություն ունի կատարելու այդ բոլոր փորձարկումները մինչև կազմակերպել արտահանումը, եւ կարողանում ենք լիարժեք պատկերը ներկայացնել խմելու ջրի։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք եւ հյուրընկալեցիք ինձ այստեղ։ Ես ինչպես գիտեք, ես աշխատում եմ ջրի գինի արշավի վրով։ Ու գիտեք, Հայաստանում ջրի գինը հասկացվում է որպես էժան ինչ-որ մի բան։ Բայց դուք 14 տարի անց արել եք լիքը տեստավորումներ լաբորատորիայի եւ կարծում դուք կարող եք ասել, որ ջրի գինը իսկականից ինքը շատ թանկարժեք բան է։ Ջուրը ամենակարևորագույն ռեսուրսներից մեկն է մեր մոլորակի եւ ամենաանհրաժեշտ պարամետրերից մեկը մարդկային կյանքը ու առհասարակ կյանքը մոլորակի վրա ապահովելու համար։ Եվ իհարկե այդ ջրի որակը շատ մեծ ազդեցություն կարող է գործել եւ առողջության վրա եւ բարեկեցության վրա մարդկային այդ առումով շատ կարեւոր է ճշգրիտ ժամանակին արժանահավատ տվյալներ ստանալ փորձարկելուց այդ ջուրը։ Մեր լաբորատորիան հենց կոչված է այդպիսի արժանահավատ փորձարկումներ կատարելուն, իսկ ավելի մանրամասն այդ ամեն ինչին ծանոթանալու համար կհրավիրեմ ձեզ խոսելու մեր սննդի բաժնի ղեկավարի հետ Անի Գրիգորյանի, որը առավելապես մանրամասն ձեզ կներկայացնի, ինչպիսի ցուցանիշներ են կատարվում ջրի որոշման մեջ եւ որոնք են դրանց առանձնահատկությունները։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Գնացինք։ Շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Անի Գրիգորյանն եմ, FDA լաբորատորիայի սննդի փորձարկման բաժնի ղեկավարը։ Շատ ուրախ եմ Անի ջան, բարև ձեզ։ Անի ջան, ինչ կարծիք եք Հայաստանի ջրի մասին։ Ինչ նկատի ունեք Հայաստանի ջրի մասին ասելով, որակական հատկանիշների նկատի ունեք։ Դե կախված նրանից, թե որակ մենք ինչ ենք հասկանում, քանի որ որակը նորմավորվում է երկու ուղղությամբ, մեկը դա քիմիական որակն է, մյուսը մանրէաբանական որակն է։ Սենց որ մեջ հետաքրքրում։ Եկեք հիմա սկսենք մենք քիմիականից, այո։ Ինչպես է կողմնորոշվում, որ լավն է, թե վատ։ Միջև սկսել նրան թե ինչպես է կողմնորոշվում վատ է թե լավ, մենք պետք է ասենք, թե ինչ նորմավորման փաստաթղթեր ունենք։ Նախ Հայաստանի Հանրապետությունում գործում են երկու նորմավորվող փաստաթղթեր։ Մեկը վերաբերվում է մեր սովորական ծորակի ջրերին, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով են կարգավորվում, որակական ցուցանիշները։ Մյուսը շշալցված ջրերին, որոնց մեջ մտնում են եւ հանքային ջրերը, եւ մանկական ջրերը, եւ սովորական խմելու ջուրը։ Դա արդեն նորմավորվում է Մաքսային միության տնտեսական կանոնակարգի 44 նորմատիվ փաստաթղթով։ Հասկացա։ Ու նույնիսկ որ ունենում ենք սովորական ծորակի ջուր եւ շշալցված ջուր, շշալցվածի մեջ էլ ունենք տարբեր նորմաներ, ճիշտ է, օրինակ երեխեքի համար կարող է ինքը տարբեր նորմաներ ունենա, ստանդարտներ ունենա, քան թե որն է ամենախիստը։ Ամենախիստը 0-ից 3 տարեկան մանկական մանուկների համար նախատեսված ջուրն է։ Իսկ ամենավոչ խիստը։ Դες ամենավոչ խիստը երևի չեն կարող ասել, բայց կան նորմաներ, կան անալիտներ, որոնց նորմաները օրինակ հանքային ջրերի մեջ ավելի բարձր են նորմավորվում կամ հակառակը խմելու ջրերի մեջ որոշակի անալիտներ, որոշակի նյութեր ավելի քիչ են նորմավորվում։ Այդպես չեմ կարող ասել։ Իսկ եւ որ նայում ենք հանքանություններից բացի, որովհետեւ մեր աչքին շատ բան կա, որ չի երևում ջրի մեջ, եւ որ նայում ենք ինքը թափանցիկ է։ Ինչ են այլ կեղծոցվածություններ, որ կարող ենք նշել այստեղ։ Ոայ, բավականին շատ են։ Եթե նայենք օրինակ շշալցված ջրերի համար,
սովորական խմելու ջրերի համար մոտ 50 անվանում միայն քիմիական նյութերի հսկողություն ագրում, 50 անվանումից ավել, որոնց մեջ մտնում են մետաղները, որոնց թվում նաև ծանր մետաղները, անիոնները, կատիոնները, հանքային նյութերը, թունաքիմիկատները, բավականին մեծ սպեկտր, շատ հասկացա։ Իսկ ո՞րն է ձեր կարծիքով ամենավտանգավորը։ Վտանգավորները, նայեք, երևի թե ծանր մետաղներն են ամենավտանգավորները համարվում, եթե նայենք մեր խողովակներին, եթե խողովակներով հաշվի առնենք, այսինքն ուղղակի մունիցիպալ ջրի մասին ենք խոսում, այդ խողովակները քանի որ հին են խողովակների մեջ մետաղական են եղել ժամանակին, այդ մետաղների ներծծվելը բավականին մեծ է լինում։ Այսինքն ջուրը երբ որ անցնում է այդ մետաղների մեջից, ինքը բոլոր այդ մետաղները վերցնում է ջրի մեջ։ Ոչ բոլոր, բայց այո, եթե ենթարկվում է արդեն այդ խողովակները հին է եւ կոռոզիա է ենթարկել, դա էլ ավելի է նպաստում, որ այդ ծանր մետաղները ներծծվեն այդ ջրի մեջ։ Բայց ամբողջն էլ հին են։ Փոփոխում են, բայց այո։ Այո։ Իսկ եթե նայենք շշալցված ջրերին, ապա այս դեպքում մենք ամենամեծ խնդիրը ունենք երևի թե պլաստիկից եկող։ Այո, միկրոպլաստիկները։ Միկրոպլաստիկները, ընդհանրապես պլաստիկից եկող հալոգենաջրածինները, որոնք կարող են ներծծվել ջրի մեջ եւ անցնել մեր օրգանիզմ, դրանք երևի վտանգներն են ներկայացնում։ Հասկացա։ Իսկ խողովակները մի հատ որ հետ վերադառնանք, ինչ խողովակներ են իրենք, ինչից են բաղկացած այդ մետաղները։ Մետաղներից խողովակները լինում են մետաղական խողովակներ, օրինակ ժամանակին եղել են երկաթից, ցինկից, համաձուլվածքներից են եղել։ Հիմա փորձում են պլաստիկից դնել, բայց դա էլ բերում է իր խնդիրները։ Ես ուզում եի դա անդրադառնայինք, դուք արդեն հասցրեցիք միջև իմ ասելը, բայց կարծում եմ որ պլաստիկները իրենց մաքրելը վերջում շատ ավելի հեշտ է, քան թե ծանր մետաղները, որովհետև դրանք լուծված են, չէ՞ լինում։ Երկուսն էլ լուծված են լինում։ Իրականում, եթե մենք նայենք այո պլաստիկից կարող է գալ բիսֆենոլ A-ն, որը շատ ավելի վտանգավոր է մեր օրգանիզմի համար, հատկապես ինքը շատ ազդեցություն է գործում մեր լյարդի երիկամային համակարգի վրա։ Դրա համար կան ֆտալատները նույնպես, որոնք էլի ազդեցություն են թողնում, այնպես որ արտաքինից տեսնելը էլի դժվար է։ Okay. Ուրեմն հիմա նշեցինք մետաղներ, ծանր մետաղներ, միկրոպլաստիկներ, հանքայնություն, այլ ուրիշ ինչ ցուցանիշներ կան, որ կարող ենք հաշվի առնել։ Թունաքիմիկատներ, ծնդող հալոգեն միացություններ, որոնց մեջ օրինակ քլորոֆորմն է մտնում, որոնք կարող են լինել։ Ես շատ կխնդրեի, որ մի քիչ հեշտ բառերով ասեիք մեզ, շատ բաները ձեզ հեշտ կարող է թվեն, բայց հա, կաշխատեմ։ Դե թունաքիմիկատները գիտեք, որոնք կարող են գալ։ Թունաքիմիկատները օրինակ գյուղատնտեսության մեջ որ։ Այո, իհարկե, որովհետև նա երբ որ օգտագործում են ջրից, այդ ջուրը հողը ներծծվեց, այնուհետև այդ հողից է մեր ջուրը գալիս եւ կարող է այդտեղից ներծծվել եւ գալ հասնել մեր օրգանիզմ։ Խնդալու է, չէ՞ որ դնում ենք այդ դրանք, որ ավելի շատ աճեն կամ սպանեն ոչ ճիճուները, հետո գալիս են մեր օրգանիզմն, չէ՞ մտնում։ Եթե գալիս են ջրից, բայ եթե գալիս են ու արդեն ուրիշ ուղղություն են գնում, բայց եթե գալիս են նաև սննդամթերքից։ Հա, այդ ուրիշ ուղղություն է, ես թվում է ուրիշ օրվա համար կթողենք։ Okay, երկրորդը ինչ ասեցիք, թունաքիմիկատներից հետո։ Հոլա, հալո, դժվար, ուրիշ դժվար։ Ծնդող հալոգեն պարունակող միացություններ, դրանք են օրինակ քլորոֆորմը կամ բառերը մի քիչ քիմիական ձեզ համար դժվար է։ Մեկը ես գիտեմ, բայց մի քիչ տետրաքլոր մեթան եւ այլն։ Այդ դրանք էլ են վտանգ ներկայացնում մեր օրգանիզմի համար, հատկապես էլի շշալցված ջրերին են դա։ Իսկ որտեղից են գալիս։ Պլաստիկից։ Okay. Ես նաև գիտեմ, որ քլորից կարող է շատ այլ ուրիշ խնդիրներ առաջանալ, այդ by-products-ը, որ ասում են։ Հայաստանում ունենք այդ ձևի խնդիր։ Քլոր միացություններ պարունակողի նկատի ունենք։ Դե նայեք, խնդիր որպես այդպեսին չունենք, բայց ինքը նորմավորվում է պարտադիր, որովհետև մենք քլորացնում ենք մեր ջուրը, որպեսզի ոչնչացնենք մանրէներին, բայց կախված դրանից թե ինչքան ենք այդ քլորը տալիս, դա էլ արդեն մեր օրգանիզմի վրա է լինում, կա որոշակի սահմաններ, որոնք անհրաժեշտ է պահպանել, որ եւ չեզոքացվի մանրէները, եւ որ մեր օրգանիզմներին վնաս չհասցվի։ Այո։ Իսկ մի հատ ուրիշ հետաքրքիր թեմա կա, որ այս պահին շատ է խոսվում դրա մասին, Եվրոպայում, Ամերիկայում, դրսերում։ Ինձ հետաքրքիր է Հայաստանի դեպքը ոնց է։ Այս PFAS, forever chemical-ը, որ ասում են։ Հավերժ քիմիա են անվանում իրանց, այսպես ասած, ճակատներով ասենք, քանի որ իրանք չեն քայքայվում։ Հայաստանի Հանրապետությունում դրանք չեն նորմավորվում, ցավոք սրտի, չկան հետազոտություններ դրան եւ չկան նորմեր, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2027 թվականի հունվարի 1-ից
կսկսենք արդեն դա ստուգել եւ սկսեն արդեն նորմավորվել դա։ Այս պահին Հայաստանում չկա, բայց Ամերիկայում կամ Եվրոպական միության դիրեկտիվաներում դրանք նորմավորվում են։ Հասկացա։ Իսկ այստեղ դուք անում եք այդ թեստը։ Դեռ ոչ։ Հասկացա։ Հուվարի 27 թվականից այո, սկսենք արդեն։ Բան չմնաց, արդեն 26-ը մտանք, հետո մի անգամից այո, 27 եք լինել, բայց արդեն կսկսենք դա մանել, որտեղ դրան պետք է մեթոդիկա մշակել, մեթոդիկան դնել։ Մենք բոլոր սարքավորումներ ունենք, որոնք մեզ անհրաժեշտ են դա իրականացնելու, բայց երբ պահանջ արդեն կլինի, մենք կկարողանանք իրականացնել։ Հա, ինձ հետաքրքիր էր, որ այստեղ կլինի թե ոչ, որտեղ ես գիտեմ շատ ինդուստրիալ տեղերում է դա գտնվում, բայց դե արդեն մենք բոլորս հագնում ենք այդ PFAS-ը, մեկը մեր մարմնում էլ կա, արտադրություններից էլ են գալիս դա, ամեն դեպքում մենք ունենք արտադրություններ, տեքստիլ արտադրություն, որտեղից որ կարող է գալ։ Ճիշտ է, չէի մտածել։ Դրա համար այո, ինքն անհրաժեշտություն է մեր երկրում ստուգելու։ Ճիշտ է։ Դե մենք կսպասենք ձեր տեստավորումները, իրոք ինձ շատ հետաքրքիր է, որ դա արվում է, բայց մի հատ այլ կետ այստեղ նշեցինք, որ այստեղ չի նորմավորվում։ Ուրեմն դա նշանակում է, որ այլ երկրներում, այլ տեղերում տարբեր նորմեր կան։ Այո։ Մի քիչ կմանրամասնեք։ Դե նայեք, ամեն մի երկիր ունի իր նորմավորման համակարգը, որ իրենք են որոշում, թե ինչ ջուրը ինչ նորմերին պետք է համապատասխանի։ Ընդհանուր առմամբ, եթե համեմատական տանենք, մետաղների հետ կապված անիոնների, կայտոնների գրեթե նույն նորմաներն են, նույն նյութերն են անում, վերահսկվում, բայց կան նյութեր քիմիական, որոնք օրինակ բիսֆենոլը, որի մասին խոսեցինք, հալոգենաջրածինները, որոնց մասին խոսեցինք, դրանք մեր երկրում չեն նորմավորվում, բայց այլ երկրներում նորմավորվում են։ Կամ ֆտալատները, որոնք նույնպես մեր երկրում չեն նորմավորվում, բայց շատ մեծ պահանջարկ ունեն նորմավորման առումով Չինաստանում օրինակ։ Հասկացա։ Իսկ մեր նորմերը ինչի են ավելի մոտ, ռուսականին, թե եվրոպային։ Ռուսականին, որովհետև մենք գտնվում ենք մաքսային միության տարածքում եւ հետեւաբար իրենց կանոնակարգով ենք մենք առաջնորդվում։ Այ 27 թվականին երբ փոփոխություն կլինի, արդեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով, որը որ արդեն նախատեսվում, այդ լիարժեք արտացոլի նաեւ եվրոպականը։ Հա, արդեն կփոխենք դեպի եվրոպական նորմերին։ Արդեն այդ PFAS-ը կմտնի մեր։ Այո, այո։ Եվ ստիպված մենք բոլորը, այսինքն 19-ի վիոլա ջուրը կամ շշալզված ջուրը ամեն մեկը պետքա պարտադիր համապատասխանի այդ նորմերին։ Այո, շատ լավ։ Իսկ ո՞րն ավելի խիստ, եվրոպականը թե ռուսականը։ Այդպես չեմ կարող ասել խիստ, որովհետև կան ցուցանիշներ, որոնք եվրոպականում ավելի սահմանները ավելի բարձր են, ավելի իրենք թեթև են, բայց մեր երկրում ավելի խիստ են եւ հակառակը կան ցուցանիշներ, որտեղ այնտեղ ավելի խիստ են, մեր մոտ ավելի թեթև են, դրա համար չեն կարող ասել։ Իսկ Հայաստանում քիմիական աղտոտվածություններից ո՞րն է, որ ամենաշատ վտանգավորն է մարմնին մարդու։ Աղտոտվածություններից երևի թե եթե այսպես նայենք, դրանք մետաղներն են, ծանր մետաղները։ Արդեն ասեցինք ինչից կարող է գալ, բայց երևի թե ավելի շատ կարող եմ շեշտել առաջինը դա մեր հանքային ջրերից, դրանք արսենի քանակն են բավականին շատ լինում, որը իհարկե հիմա մեր արտադրողները իրենք ֆիլտրում են, մաքրում են, հատուկ ֆիլտրացիոն համակարգեր են դրված, բայց եթե մենք այդպես նայենք, մեր աղբյուրից եկող արսենի քանակը բավականին մեծ է լինում։ Վաու, արսենիկ։ Արսենիկ։ Ու դա շատ վտանգավոր։ Շատ վտանգավոր է, այո, միանշանակ շատ վտանգավոր է։ Ու հանքային ջրերում մեր երկրում ունեն այդ խնդիրը։ Մեր երկրում մյուս խնդիրը դա սիլիցիումի քանակն է։ Դա մեր ավազային ավազից եկող, այսպես ասած, հողից ավազից եկող է եւ այդտեղ էլ մենք ունենք մի քիչ բարձր ավելի ցուցանիշներ, բայց փորձում են մաքրեն, ֆիլտրացիոն համակարգը դնում են ու բավականին լավ ստացվում է։ Իսկ ինչ անում ինքը մարմինին։ Արսենիկ ինքը ամենավատը նաև որ ինքը կուտակում է մեր օրգանիզմում, կուտակում է մեր ոսկորներում եւ հատկապես վտանգավոր են իրեն երեխաների համար։ Վնաս են տալիս երեխաների աճին։ Մյուս կողմից էլ արսենիկը նաև լյարդի գործունեության վրա է մեծ հետևանք թողնում։ Ես շատ եմ լսել, չէ, օրինակ որ ասում են, որ դե լավ է, էլի ջուրենա խմում են, ոչ մի բան չի լինում։ Այս շատ կարևոր կետ է, ասիկ որ ինքը արդեն հավաքվում է, ժամանակի ընթացքում է, չէ, բան լինում։ Ընթացքում իսկ գիտեք մոտավոր քանի տարի ինչպես է այդ երևում սկսում ինչ որ Ներկայացված կուտակումներից եւ կոնցենտրացիայից ինչքան կարող է լինել, կարող ասենք մենք անընդհատ ողջում ենք կուտակվի դա, կարող է դա օրինակ չգիտեմ, եթե աղտոտված անընդհատ մենք խփենք, 1 ամիս, 2 ամիս խմելու անդադար այդ բարձր կոնցենտրացիաները արդեն սկսել մեր օրգանիզմում մի ամիս արդեն շատ է։ Այո, իհարկե արսենի քանակը եթե բարձր եղավ, մի ամիսը շատ է։ Իսկ եթե նորմայից անցնում է, ի՞նչ է կատարվում այդ պահին։ Նորմայից անցնում է, իրենք որպես կանոն չեն գրանցվում
մեր երկրում, այսինքն մենք արդեն չենք կարողանալու տեսնել դա կա գնել, որովհետև իրանք չեն գրանցվում եւ համապատասխան արտադրողները արդեն փորձում են այդ նորմաները, որոնք որ բարձր են, լուծեն այդ հարցը, մշակեն, ֆիլտրեն, նորից բերում են, նորից հետազոտում ենք մեր մոտ այդ հետազոտությունները, նոր արդեն իրեն գրանցվում են։ Դա շշալցվածի դեպքում։ Իսկ ոչ շշալցվածի։ Ոչ շշալցվածի դեպքում դա երևի ավելի շատ առողջապահության նախարարության դաշտում է գտնվում։ Ոչ թե մեր դաշտում։ Իսկ մարդիկ տեղեկացվում են դրա մասով, իրանք տեղյակ են ինչ կա իրանց ջրի մեջ։ Կարծում եմ ոչ։ Եթե լաբորատորիաների հետ կապ չունեն, կարծում եմ որ ոչ, տեղեկացվում է միայն նա, որ պիտակների վրա ինչը գրված է։ Որտեղ պիտակների վրա դուք կտեսնեք անյոնների, կայծոնների քանակները որոշակի գրված են, լինում այդ տեսանկյունից այո կարող են տեղեկացված լինել, բայց չեմ կարծում որ կարիք ունեն տեղեկացված լինելու, որովհետև եթե արդեն կարող են գնել, դա նշանակում է որ արդեն ինքը մաքուր է, կարող են հանգիստ գնել եւ խմել։ Սա շշալացվածի մասով է, իսկ չշշալացվածի ժամանակ, չգիտենք։ Այդ մեր դաշտում չի։ Ես երազանքս կլիներ, օրինակ ինչ-որ մի հատ վեբսայթ լիներ կամ կայք լիներ, որ մարդիկ մտնեին, պրոստը իրանց օրինակ հասցեն գրեին ու իրանք ունենային ինչ-որ ջրի ռեպորտ։ Այո, շատ լավ կլիներ։ Լավ կլիներ։ Եվ վիոլա ջրին պետք է դիմենք, ինչի՞ չէ։ Դե շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, ինչ-որ այլ հարց կա, որ կուզեք դրան անդրադառնանք։ Կարող եմ ասել, որ մեր FDA լաբորատորիայի մենք կարող ենք իրականացնել բոլոր ցուցանիշները, որոնք արդեն շեշտեցի, որոնք պահանջում են ՄՄՏԿ-ները եւ նորմատիվ այլ փաստաթղթերը եւ իրականացում ենք նորագույն մեթոդիկաներով, որոնք առկա են նորագույն սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ թիմով։ Այո, շատ ճիշտ։ Ես արդեն ունեցա ժամանակ ծանոթանալ, կարող եմ ասել դա հաստատ շատ ճիշտ է, շատ պրոֆեսիոնալ աշխատանք եք անում այստեղ եւ ինչքան գիտեմ դուք միայն Հայաստանի օրենքներով չեք աշխատում։ Այո, մենք ունենք նաեւ որոշակի ցուցանիշներ, որոնք միջազգային հավատարմագրում ունեն։ Դա ամերիկյան ANAP ընկերության կողմից ենք հավատարմագրել եւ դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք իրականացնում ենք որակով եւ ամբողջ աշխարհի համար։ Այո, ոչ միայն Հայաստանի։ Եվ շուտով PFAS-ին։ Այո։ Միկրոպլաստիկներ անում եք իմիջայլոց։ Միկրոպլաստիկ չենք անում, դա էլ է գալիս։ Չի նորմավորվում, այո, բայց դա էլ է գալիս։ Այո, դե սպասում ենք անհամբերութորի, իսկ ամփոփելու համար ինչ կասեք Հայաստանի ջրի մասին նորից այս հարցը վերադառնանք։ Հայաստանի ջուրը բավականին լավ է եւ որակով է։ Շատ լավ է։ Համաձայն եմ, ես շատ համեղ կասեի։ Այո, շատ լավ։ Խաղթամ։ Այո, շատ շնորհակալ եմ Անի ջան, մերսի ձեր ժամանակի համար։ Շնորհակալ եմ ես նույնպես։ Ինչ ենք անում ուրեմն այստեղ։ Այստեղ հիմա պատրաստվում եմ կատարել ջրի փորձարկում, կոնկրետ այս դեպքում ջրի կոշտությունն ենք որոշելու։ Իմ հարազատ թեման է։ Ես կաթիներով եմ անում, բայց այստեղ շատ ավելի պրոֆեսիոնալ ճիշտ ձևով անենք։ Ես շատ հետաքրքրված եմ, թե ինչպես եք անելու։ Խնդիր չկա, հիմա միասին կնայենք, ուրեմն ջուրը եկել է մեզ մոտ առանձին լաբորատոր կոդով, մենք չգիտենք ինչ արտադրող է, ով է արտադրողը, ինչ քանակ ենք սպասում այստեղ, որը ոչ մեկ չգիտի, այսինքն գրված չի։ Հիմա ջուրը կչափենք, որոշակի քանակ, որը ըստ GOST-ի է տրված։ GOST-ից չենք շեղվում, ոչինչ չենք անում, ավել ոչ էլ պակաս։ 100 մլ։ Հիմա դրա վերադրեցինք ինչ անում ինքը։ Պտտվում է, խառնում է։ Խառնում է։ Այստեղ մենք հիմա տալու ենք բուֆեր, որպեսզի իր հիմնայնությունը ապահովենք։ Հիմա տալիս ենք ինդիկատոր։ Իսկ հիմա ինչ ենք անում։ Հիմա վերևից տիտրում ենք իրեն մինչև էկվիվալենտության կետը։ Այսինքն վերևից տիտրանտի ծախսով հետագայում հաշվելու ենք իր ջրի կոշտության թիվը։ Իսկ այստեղ տեսնելու ենք գույնի անցում։ Մորու գույնից մինչև կապույտ։ Այստեղ արդեն տեսնում ենք տիտրանտի ծախսը, որը մեզ պետք է հետագայում հաշվելու համար։ Ես էլի կաթիներով եմ անում, բայց հիմա գերմանական աստիճանով է չափում։ Նույն բանն է, մենակ օրինակ հիմա Իրանը ինչի ավելի պրոֆեսիոնալ, օրինակ այդ կաթացնելու բանը, որ ինքը ունի, ճիշտ կարում է իմանա, իսկ հիմա կաթիլը, ես չգիտեմ, փոքր կաթիլա, մեծ կաթիլա, ինչ է, մաթեմ ենք անում։ Քանի որ մեր ծախսն էր 5.3 միլի,
սկսան մեր տիտրանտի մոլարությունը։ Հաշվարկը ցույց է տալիս, որ որպես խմելու ջուր ինքը համապատասխանում է որակի առումով, կոնկրետ այս դեպքում կոշտության առումով եւ խմելու ջրի որոշմանը եւ մոտակա 0.44-ի պահանջներին։ Հասկացա, ուրեմն դուք համ լաբորատորի սպեշիալիստ եք, համ մաթեմի սպեշիալիստ եք, համ ստանդարտների։ Ես ես ցույց տամ եւս մեկ փորձարկում ջրի համար, այստեղ որոշվել է արդեն ջրի հանքայնացումը։ Դա մի ցուցանիշ է, որը ցույց է տալիս ջրում լուծված աղերը, որոնք անձեն աչքով տեսանելի չեն, բայց իրանք իրականում գոյություն ունեն, կան։ Քանի որ կոշտության միջոցով մենք որոշում ենք միայն կալցիումական եւ մագնեզիումական աղերը, այստեղ արդեն ավելի ընդհանուր ցուցանիշ է։ Բոլոր աղերը, ուրիշ նաեւ Այո, մնացած բոլոր լուծված աղերը, նատրիումական աղեր, կալիումական աղեր, այստեղ արդեն կան բոլոր մնացած աղերը, որոնք կան։ Ու մեթոդը իրենից ներկայացնում է շատ պարզ մեթոդ, տարան առանձին դատարկ կշռվում է, հետո որոշակի ծավալով ջուրը որոշյացնում ենք, չորացնում, պահարանում, էքսիկատրում սառեցնում, նորից կշռում, կշռի տարբերությամբ արդեն կարող ենք որոշել հստակ թիվ։ Հա, այդպես եք որոշում, որը ավելի ծանր է։ Այո, որը արդեն, որի մեջ ինչքան է, վերահաշվելով իր վրա, արդեն տեսնում ենք տվյալ նմուշի մեջ ինչքան է տոկոսային պարունակությամբ իր մեջ լուծված աղերը, հանքայնացումը։ Իսկ ձեր կարծիքով այսպես որ նայենք, որն է ավելի շատ բարձր լինում հանքայնությունը։ Գիտեք ինչ, այստեղ լուրջ լաբորատորիա է եւ աչքաչափով ոչինչ չի արվում։ Չեք անում։ Լավ, ես անեմ։ Ես կարծում եմ սա է։ Ավելի բարձր։ Ես ավելի իր ստույգ տվյալը կտամ եւ կասեմ ինչ ենք ստացել։ Nice։ Դուք անում եք հազարավոր տեստեր օրվա կտրվածքով կամ ամսվա կտրվածքով ու լիքը փորձարկումներ եք անում։ Ինչն է ձեր կարծիքով այդ բանը, որ շատ-շատ կրկնվում է։ Ջրի որակի ցուցանիշ համարվում է այսպես հանքայնացումը, քանի որ մենք Լեռնային Հայաստանում ենք, լեռնային երկիր ենք, բնականաբար այստեղ լուծված աղերը շատ են։ Իհարկե նրանք լինում են հիմնականում սահմանի մեջ, չունենք շեղումներ, եթե նրանք խմելու ջուր են որպես, կարող է լինել մի քիչ ավել, մի քիչ պակաս, մանկական ջրերում խիստ պակաս, որովհետև այո, այնտեղ ցուցանիշները շատ ավելի խիստ են։ Հիմնականում այդպես։ Հասկացա։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ուրեմն մենք բարձրացանք արդեն մանրէաբանական բաժին, որը դուք արդեն կարող եք ավելի ճիշտ ներկայացնել։ Մանրէաբանական բաժինը իրականացնում է տարբեր փորձարկումներ, ինչպես նաև ջրի փորձարկումներ, կատարում ենք փորձարկումները համաձայն Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման 876 հրամանի համաձայն։ Կատարում են բոլոր ցուցանիշները ջրում նորմավորվող, ջրում նորմավորվող բոլոր ցուցանիշները շատ կարևոր են եւ վտանգավոր են մարդու համար, եթե հայտնաբերվեն ջրի նմուշում։ Անալիզները կատարվում են հավուր պատշաճի, օգտագործվում են արդեն պատրաստի դեհիդրատացված ծննդային միջավայրեր, իրականացվում են ֆիլտրացիոն եղանակով եւ իրականացնում են արդեն որակավորված մասնագետները։ Ես ես մի հատ հարց կտամ, որ նույն հարցը Անին եմ տվել։ Ինչ եք կարծում Հայաստանի ջրի որակը արդեն մանրէաբանական կողմից նայելով։ Հայաստանում ջրի որակը մանրէաբանության առումով կարելի ասել, որ նորմա է։ Շատ լավ։ Իսկ ոնց ասենք քեմիկատներում իրանք ասացին, որ ինքը range-ը, հա, այսինքն ստեղից ստեղ կարա ինքը թույլատրելի լինի։ Նույնն է ստեղագործում, թե այո կամ ոչ է պատասխանը։ Մեզ մանրէաբանական բաժնում էլ ցուցանիշները, օրինակ մանրէների ընդհանուր քանակը թույլատրվում է ոչ ավել 20 գամ։ Հա։ Գաղութ առաջացնող միավոր ու 1 միլիոն նույնպես range գոյություն ունի կոնկրետ մանրէների ընդհանուր քանակը աղիքային ցուպիկը պետք է չլինի 100 միլիոն բացակայություն 100 միլիոն ու մնացած ցուցանիշները նույն range-ը գոյություն ունի նաև մանրէաբանական ցուցանիշների համար հա օքեյ ու ունենք լիքը տարբեր մանրէներ չէ իհարկե նորմավորվում են ջրում մի քանի մանրէներ մանրէների ընդհանուր քանակ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, էնդերակոկեր, ցուպիկ ինչ է։ Խնդալու բառը մի քիչ։ Ցուպիկ, E. coli, աղիքային ցուպիկը նույն E. coli-ն է։ Հա, E. coli։ Այո։
Շատ լավ։ Իսկ ցուփիկը կլինի ամենավտանգավոր մանրէներից, թե ուրիշ կա, որ ասենք ավելի վտանգավոր կարող է լինել։ Բոլորն էլ վտանգավոր են, քանակից կախված։ Հասկացա։ Բոլոր մանրէներն էլ վտանգավոր են։ Իսկ ինչն է, որ ասենք ամենաառաջինը բան լինում։ Օրինակ քեմիկալները մենք խոսացինք անի հետ, որ ինքը կուտակվում է, ժամանակի ընթացքում ենք զգում, բայց մանրէների դեպքում ինքը մի քիչ ուրիշ է, չէ՞։ Մանրէների դեպքում էլ քանակից կախված, եթե փոքր քանակով լինի, հնարավոր է մեծ վնաս չհասցնի, իսկ եթե քանակով ավելի շատ են, բնականաբար վնասը ավելի մեծ կլինի։ Ու դա կապ չունի որ մանրեն է։ Բոլորն էլ քանակից է կախված։ Բոլորն էլ վտանգավոր են։ Իսկ ինչ է անում մարմնին։ Հիմնականում աղիքային ինֆեկցիաներն են։ Ամբողջ ջրերը ունեն բնականաբար մանրէներ մեջը։ Հայաստանում ոնց է, որ իրենք պաշտպանվում են դրանից։ Քլոր են ավելացնում։ Օրինակ աղբյուրի ջրեր են բերում անալիզի, արտեզյան ջրեր, աղբյուրից հենց վերցրած, որոնք հենց աղբյուրից մաքուր է հոսում։ Okay, հասկացա։ Մաքուր ջուր։ Մաքուր ջուր։ Իսկ կարող ենք որ ասել մի հատ sense assumption, որ ամեն ջուր ունի մեջը մանրէ, բայց մենակ մանրեն բարձր լինելու դեպքում վտանգավոր է լինում։ Ոչ, քանի որ ոչ բոլոր ջրերում կարող է այնպիսի ջուր լինի, որ նույնիսկ մի հատիկ գաղութ մենք չհայտնաբերենք։ Դա կարող է լինել եւ շշալցված ջրում, եւ իմ նշած աղբյուրից հոսող ջուրը, հենց աղբյուրից եկած ջուրը, որ սկիզբը առնում տեղից այդ աղբյուրը, ինքը կարա եւ շատ մաքուր լինի։ Հասկացա։ Իսկ անի հետ նաեւ խոսեցինք մի երկու բառ, թե ոնց է Հայաստանի նորմաները ամեմատած դրսի Ամերիկա լինի, Եվրոպա լինի եւ այլն։ Մանրէաբանության մեջ ինքը տարբերություններ ունի, կան ինչ որ պարամետրեր, որը որ ուրիշ տեղում նորմավորված է, իսկ ոչ Հայաստանում։ Կոնկրետ մի ցուցանիշ ունենք, որ խմելու ջրում չի նորմավորվում, բայց նորմավորվում է Հայաստանում նաև շշալցված ջրերում։ Մնացած ցուցանիշներով բոլոր ցուցանիշներն ներառված են եւ Հայաստանի նորմերով եւ դրսի նորմերով։ Ուրեմն շնորհակալ ենք Հայաստանի ջրի որակին, լիքը մեր շատ լավ աղբյուրներին, որը մեզ տալիս է շատ լավ եւ համեղ ջուր, եւ ձեզ շատ շնորհակալություն, որ անում եք այսպիսի լավ աշխատանք։ Ես տեսնում եմ, որ շատ պրոֆեսիոնալ ձևի նաեւ անում եք։ Ինչ արքարավորումներ ունեք այստեղ։ Մանրէաբանության լաբորատորիայում հիմնականում մարդն է աշխատում, ունենք ավտոկլավներ, որոնցով ստերիլիզացնում ենք սննդամիջավայրերը, ունենք 4 ստերիլիզացիոն սարք, որը ստերիլիզացնում է մեր ապակեղենը ու մնացած մեր ֆիլտրացիոն համակարգը կոնկրետ ջրի հետ կապված, որը նույնպես ստերիլիզացնում ենք, օգտագործում ենք ստերիլ, օգտագործում ենք մեկ անգամյա օգտագործման ստերիլ թասիկներ, մեկ անգամյա օգտագործման ստերիլ պիպետներ, լաբորատորիայում իրականացնում ենք նաև ԲՇՌ փորձարկումներ եւ այլն։ Ես շատ սիրեցի, որ դուք ասացիք մարդն է անում այդ ամեն ինչը, իսկ ոչ թե ինչ որ սարքավորումներ։ Այնպես որ շնորհակալություն հայտնեմ ձեզ, ձեր սիրուն անունին նախ եւ բոլոր աղջիկները, որ ես թվում է եւ կարողացա ծանոթանալ։